Բարի լույս, ստերեո տարբերակով սկսում ենք, որովհետև դե գիտեք Նելին ինչքան լավ երաժշտական անցյալ ուներ եւ նրա երաժշտական անցյալը միշտ ուղեկցում է նրան, նաեւ հիմա էլ։ Բարի լույս ասենք, այսօր ապրիլի վերջին օրն է։ Այո։ 30-ն է, չորեքշաբթի, վաղն արդեն մայիսի 1-ն է, դա նշանակում է, որ վաղը տոն է, բոլորս նշելու ենք աշխատավորների տոն է։ Իդեպ սա եւս մեկ առիթ է նշելու, որ այսօր բոլոր այն մարդիկ, ովքեր որ պետական աշխատանքի են, կարող են 1 ժամ շուտ դուրս գալ գործից, քանի որ վաղը տոն է։ Բայ տենց բան կա։ Այո, դա մեզ չի վերաբերում, 1 ժամ շուտ չեն կարող եթերից դուրս գալ։ Էն էլ ուղիղ եթերը ոնց կարող մի ժամ շուտ փակել։ Մենք չենք էլ ուզում շուտ դուրս գալ, սիրելի հեռուստադիտող։ Անհավանական բան։ Իմ չալուց մայիսին ոչ թե միայն մայիսի 1-ն է տոն, մայիսին եւս ոչ տոնական օրեր ունենք, կին ոչ աշխատանքային։ Դրա համար հետևեք մեզ, որպեսզի իմանանք, բայց դրանից բացի վերադառնանք այսօր ապրիլի 30-ին, այսօր բոլոր այն մարդկանց, ովքեր ապրում են ջազով, սիրում են ջազ, լսում են ջազ, նվագում են ջազ եւ առհասարակ ջազը նրանց ականջը շոյում է, շնորհավորում ենք ձեզ այսօր ձեր միջազգային օրն է, ջազի միջազգային օրն է, այսօր բոլոր ջազմեններին երաժշտության տոնն է այսօր։ Լավ երաժշտության, անկախ ազատության, իմպրովիզների եւ վերջապես պրոֆեսիոնալ դերասան, ինչ այսօր կատարում պրոֆեսիոնալ երաժիշտների օրն է, որովհետև ամեն մեկը չի որ կարողանա ջազ նվագել, ջազել, ինչպես ասում են, այնպես որ շնորհավոր լավ երաժշտությունը թող միշտ անպակաս լինի ձեզանից։ Այսօր ջազի միջազգային օրվա հետ կապված բազում համերգներ, միջոցառումներ կան մայր քաղաքում, բաց չթողնեք, եղանակից էլ խոսենք վերցնեք անձրևանոց, թե ոչ, մի խոսքով ինչպես հասկացաք, առավոտը շանթումը իր տարերքի մեջ սկսել է։ Նշենք, որ ամենագլխավոր համերգներից մեկը լինելու է Կասկադում, ժամը 19:00-ից սկսած մինչ 23:00 Հայաստանի Հանրապետության լավագույն ջազ նվագախմբերը, երգիչները, երգչուհիները, խմբերը, բոլորը ելույթ են ունենալու եւ վստահ եմ, որ շատ հետաքրքիր համերգային ծրագիր են պատրաստել ձեզ համար։ Վայելեք երևանյան բացօթյա ջազային երեկոն։ Իմիջայլոց Կասկադը ասեցիր, հիշեցի 2 օր առաջ տեսար, բոլորը ինչպես գեղեցիկ պարում էին, կանգնած, հայկական պարը ինչպես էր տարածվում այդտեղ։ Կասկադը իհարկե այսպես խտացումն է մայր քաղաքի արվեստի եւ մշակույթի կենտրոն, ինչպես կարելի է եւ ասել, այնպես որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Կասկադ, որովհետեւ այսօր ջազի համաշխարհային օրն է։ Ոնց որ թե ասացինք, ինչ անենք, գնանք երաժշտության, ջազային կլինի թե ոչ, բայց կեցե նորին մեծություն, լավ երաժշտությունը։ Էմիլի Սանդեն էր մեր եթերում, շատ հետաքրքիր արտիստ, այո, նաև տեղ-տեղ ջազային արտիստ է նա, եթե իհարկե հետևում եք նրա գործունեությանը։ Մենք անցնենք առաջ եւ ներկայացնենք մեր հովանավորին։ Մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է Stark լվացքի թերթիկները։ Սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին ու գելերին։ Թերթիկներն ապահովում են խորը մաքրություն, ինչպես գունավոր, այնպես էլ սպիտակ հագուստի համար, առանց լրացուցիչ սպիտակեցնող ու փափկեցնող նյութերի։ Stark լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաև ձեռքի լվացման համար, չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ կենսաքայքայվող են։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ, թերթիկների օգտագործման ուղեցույցը հենց տուփի վրա է։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 848 801 հեռախոսահամարով կամ պատվիրել Օզոն եւ Wildberries Marketplace-երից։ Արագ, հեշտ եւ դյուրին։ Մինչեւ ձեր լուծվող սուրճը կլինի, կլուծվեն նաեւ թերթիկները ձեր լվացքի թմբուկում։ Դե լուծվելու համար, էլի։ Գնանք առաջ, սիրելիներ, այսօր ապրիլի 30-ին ժամանակ առ ժամանակ մայրաքաղաքի տարբեր վայրերում սպասվում են անձրևներ, բայց մի նեղսրտեք, որովհետև այսօրվանից սկսած օդի ջերմաստիճանը բարձրանում է 6-ից 10 աստիճանով։ Երևանում այսօր սպասվում է կարճատև անձրև եւ մի փոքր ամպրոպ, բայց կլինի տաքությունը մինչեւ 22 աստիճան։ Դիտենք եղանակի տեսությունը եւ վերադառնանք։ Մի փոքր ամպրոպը որն է որ մի հատ կամ երկու հատ, կարևորը 22 աստիճանն է ինձ թվում է այս պարագայում։ Շատ կարևոր է, այո։
Վերադարձանք սիրելիներ, եղանակը արդեն պարզ է որտեղ ինչ է լինելու, այսօր եթե կգնաք մայրաքաղաք որևէ ջազային համերգի, անձրևանոցը չմոռանաք, պատկերացնում ես քո սիրելի մարդու հետ անձրևանոցի տակ եւ հնչում է ջազ, սրանից լավ բան կարող է լինել, որովհետեւ եղանակը բնությունը չունի վատ եղանակ, մենք ենք որ տրամադրություն չունենք, այնպես որ տրամադրությունը բարձրացող մի քանի լավ մարզական նորություններ ենք ձեզ բերել, խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC, միշտ այս բառը չգիտեմ, որտեղ վտանգավոր սպորտաձև է ինձ համար։ Այո, այս դասակարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը Դուբայում կանցկացնի գրեփլինգի մենամարտը։ KC 54 մրցաշարում նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Մագամեդ Զայնուկովը։ Մենամարտը տեղի կունենա մայիսի 2-ին 2024 թվականի ապրիլին UFC նախկին չեմպիոն բրազիլացի Չարլզ Օլիվերայի հետ UFC-ում տարած հաղթանակից հետո Արման Ծառուկյանը մենամարտ չի անցկացրել։ Այս տարվա հունվարին, ինչպես գիտենք, Ամերիկայում էր, գնաց հասավ Ամերիկա, հավաքվեցին, դիմավորեցին, բայց մեջքի վնասվածքի պատճառով Արմանը չկարողացավ մասնակցել UFC չեմպիոնին հաղթելու համար։ Ռուսաստանցի Իլհամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտ պետք ունենար, չունեցավ։ Հուսանք Արմանը մայիսի 2-ին ջախջախիչ հաղթանակ կտանի։ Մենք հետևելու ենք, այո, տեսնելու նրա հաղթանակը։ Անցնենք առաջ, Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց ու տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները, ներկայացնելով թոփ 6-երը։ Կանանց եւ տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են։ Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանց թիմը 652 միավորով։ Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Կիշինևում ավարտված Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց եւ տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում։ Ուժեղ են մերոնք եւ պիտի ուժեղ լինեն։ Կանանց Հայաստանի հավաքականը նվաճել էր երկրամարտի 3 արծաթե մեդալ, իսկ պատվո հարթակի երկրորդ աստիճանին էին կանգնել Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանը եւ Լիանա Գյուրջյանը։ Տղամարդկանց հավաքականը 2 ոսկի, 3 արծաթ եւ 2 բրոնզե մեդալ էր նվաճել։ Եվրոպայի չեմպիոն էին դարձել Գարիկ Կարապետյանը եւ Վարազդատ Լալայանը, փոխչեմպիոն Գոր Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը։ Իսկ Գառնիկ Չոլակյանն ու Դավիթ Հովանեսյանը բրոնզե մեդալի էին արժանացել։ Ես հուսամ, որ դուք նայել եք, հետևել եք, բնականաբար մենք մեր եթերներից պարբերաբար անդրադարձել ենք այս լավ նորություններին իդեպ, արդեն վաղը մեր ծանրորդներից մի քանիսը նաեւ կլինեն մեր տաղավարում, առաջին դեմքից կիմանանք տպավորությունների, մրցակիցների, հաղթանակների եւ մի քիչ պարտությունների մասին։ Դե որտեղ բրոնզե մեդալ կա, բրոնզը ոսկի չի, չէ։ Բայց պատկերացնում ես, չէ, որ բրոնզը եթե մեզ համար մի քիչ պարտություն է, շատ ու շատ երկրների մարզիկներ ուղղակի կերազեն ունենալ այդ բրոնզե մեդալը։ Եկան եւ ձեռնունայն հետ գնացին։ Գնանք առաջ եւ իհարկե սպորտից հետո խոսենք առողջության մասին։ Դե սպորտը առողջություն է, որտեղ առողջ մարմնում առողջ հոգի, միշտ դա կարևոր է։ Ապրիր առողջ խորագիրը մեզ մոտ ամեն օր լինում է եւ ամեն օր մենք խոսում ենք տարբեր թեմաներից ինչպես ապրել առողջ, բայց կարծում եմ, որ մինչ այդ պետք է նաեւ ներկայացնել մեր հովանավորին, իսկ հետո արդեն անցնել դիտել տեսանյութը։ Մեր գործընկերն է Euro Furniture կահույքի արտադրամասը, որ ցանկացած բարդության կահույքի պատրաստման եւ բարձրորակ նյութերով պատրաստման կողմնակիցն է, նաեւ սեղմ ժամկետներում նկատի ունեցեք լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք ու հաշված օրեր անց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակը եւ միջանցքը։ Բացի այդ Euro Furniture կահույքի սրահը զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27, հեռախոսահամար 094 094 165, կահավորեք ձեր բնակարանը Euro Furniture-ի հետ։ Դիտենք գովազդ։ Որովհետև գովազդն էլ եթերի առողջության մասին է հոգում, հետո կգանք առողջական թեման եւ առողջության թեման բնականաբար կշարունակենք, մնացեք մեզ հետ։ Վերադարձանք կրկին ասենք ձեզ բարի լույս, Շանթ հեռուստաընկերության ուղիղ եթերում այս պահին առավոտը Շանթումն է, ով եկել է ձեզ պատմելու առողջ ապրելակերպի մասին։ Ինչպես արդեն նշել ենք, տեսանյութը հենց հիմա մեր եթերում։
Առողջ ապրելակերպը եւ առողջության թեման շարունակում ենք, ասեմ ավելին խորացնում ենք, որովհետեւ մեկնարկել է իմունականխարգելման եվրոպական շաբաթը 2005 թվականից եվրոպական տարածաշրջանում յուրաքանչյուր տարի անցկացվում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության եւ արդյունավետության մասին։ Մեր տաղավարում է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը, բարև ձեզ, բարի լույս։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Տիկին Զարուհի, սկսենք ամենասկզբից իմունականխարգելման եվրոպական շաբաթ։ Ինչ շաբաթ է սա, ինչով է տարբերվում մնացած բոլոր շաբաթներից եւ ինչ է սպասվում։ Ինչպես նշեցիք, 2000-ական թվականներից այն նշվում է միջազգային առողջապահական հանրույթը առանձնացրեց ապրիլի վերջի շաբաթը, որպեսզի յուրաքանչյուր տարի մեկ անգամ եւս խոսի բարձրաձայնի իմունականխարգելման ձեռքբերումների մասին, կարևորության մասին։ Սա քարոզարշավների շարք է, որ իրականացվում է ամբողջ տարածաշրջանում եւ որին Հայաստանը տարեց տարիմեանում է, որի շրջանակներում ոգեկոչում են այն բոլոր ձեռքբերումները, որ իմունականխարգելումը ունեցել է վերջին տասնյակ տարիների ընթացքում եւ նաեւ նպատակ հետապնդում ավելի լայն տարածում, ավելի լայն շրջանակների խմբում տարածել այս գաղափարները իմունականխարգելման։ Սակայն եթե առանձնացնենք այս շաբաթը, իմունականխարգելման աշխատանքները եւ դրա շուրջ իրազեկվածության բարձրացումը մեր կենտրոնի ամենօրյա աշխատանքն է, յուրաքանչյուր 365 օր մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, սակայն այս շաբաթը ավելի թիրախավորված, ավելի կենտրոնացած ենք աշխատում։ Իմունականխարգելում ինչ է նշանակում։ Կանխարգելումը ինչ որ մի բանի վարակիչ հիվանդությունների դեմ գնալն է, չէ՞։ Այսինքն իմունիտետի բարձրացումը, թե իմուն հիվանդություններ կան, ինչպես է սա։ Իմունիտետի բարձրացման շնորհիվ, ինչը հենց վակցինաների պատվաստանյութերի գործողության մեխանիզմն է, կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելում։ Ինչու կառավարելի, որովհետև պատվաստումների շնորհիվ որոշակի հիվանդություններ, որի վերաբերյալ մարդիկ պատվաստվում են, արդեն կառավարելի են, այսինքն հնարավոր է չհիվանդանալ, հնարավոր է կառավարել համաճարակային իրավիճակը եւ չունենալ դեպքեր հիվանդացում։ Շաբաթը մեկնարկում է այսօրվանից, թե մեկնարկել է արդեն։ Շաբաթը մեկնարկել է ապրիլի 27-ից կիրակի օր, ապրիլի 28-ից 30-ը տեղակայված է պատվաստումային կետ, հանրային պատվաստումային կետ Վերնիսաժի մոտագիում, որտեղ իրականացվում են պատվաստումներ եւ իրազեկվում են Կարմիր խաչի գրասենյակի աջակցությամբ, նաեւ մոտակա տարածքում մարդիկ իրազեկվում են այդ կետի մասին, որպեսզի մոտանան եւ ստանան իրենց պատվաստումները։ Բացի այդ, իրականացնում ենք հանրային արշավներ մեդիա տիրույթում, պատրաստել ենք հոլովակներ, որոնք պատմում են պատվաստումների ներմուծման, Հայաստանում պահպանման, այնուհետև բաշխման, տարբեր բուժհաստատություններ բաշխման եւ ապա օգտագործման, պացիենտի մակարդակում օգտագործման այդ կենսացիկլը, որպեսզի մարդկանց համար ներկայացնենք այդ ամբողջական process-ը եւ ինչպես է ՀՎԿ-ը ապահովում որակը այդ բոլոր շրջափուլում։ Պատվաստում, սա մի կարևոր թեմա է, որի շուրջ կարծես թե տարին 12 ամիս խոսում ենք եւ մարդիկ էլ արդեն կարծես շատ ավելի դրական են մոտենում։ Արդյոք այս պատվաստումները բոլոր հիվանդությունների հանդեպ, այսինքն այն բոլոր հիվանդությունները, որոնք որ հիմա վստահ եմ որ դուք խոսում եք, ունենք եւ ինչքան ժամանակ է որ իրագործվում է պատվաստումները եւ արդյոք սա պարտադիր է բոլորիս համար։ Կլինի դա գրիպի դեմ պատվաստումը, վերջերս խոսեցինք ջրծաղիկի պատվաստանյութի հետ կապված։ Պատվաստումները դեռ 1990-ական թվականներից բնականաբար իրականացում են, այսինքն իմունականխարգելումը սկսվել է դեռ վաղուց, սակայն այսպես ձևավորված իմունականխարգելման ազգային ծրագիրը կարծես 2005 թվականից է աշխատում, այն տարեց տարի պատվաստումների ազգային օրացույցը հարստանում է, ձևափոխվում է, մոդիֆիկացնում է, քայլ դնելով միջազգային առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր առաջարկություններին, պարտադիր լինելու կամ չլինելու հետ կապված Հայաստանում չկա պատվաստումների պարտադիր իրականացման քաղաքականություն, սակայն քանի որ նաև նշեմ, որ միջազգային փորձն էլ եւ ապացույցներն էլ միանշանակ չեն պարտադիր պատվաստումը նույնքան արդյունավետ է, քան գիտակցված եւ կամավոր պատվաստումը, մենք ավելի կարեւորում ենք մարդկանց իրազեկումը, ճիշտ տեղեկատվության տրամադրումը եւ դրա շնորհիվ ոգեշնչելով ճիշտ որոշում առողջության վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու քաղաքականությունն ենք հետապնդում, որի շնորհիվ այո մեծապես մարդիկ ընդունում են, վստահում են պատվաստումներին եւ կա բավականին բարձր հանրային վստահություն պատվաստանյութերի վերաբերյալ։ Այ վերջին տարիներին տոկոսային հարաբերակցությամբ ինչքանով է բարձրացել մարդկանց իրազեկման հետ կապված բոլոր արշավները, որոնք որ մարդկանց ստանում են նրան, որ գնան այո իսկապես եւ պատվաստեն։ Կլինի դա հարյուրավոր հիվանդությունների դեմ։
Իրազեկման մակարդակի, իրազեկվածության մակարդակի գնահատումը իրականում բարդ մեթոդաբանություն պահանջող հետազոտություններ է ենթադրում։ Մեր արդյունքները, որոնք վերջնարդյունքը, որը օգնում է գնահատել կամ դատել, թե արդյոք լավ են մեր աշխատանքները, հաջող են թե ոչ, դա պատվաստումներում ընդգրկվածությունն է։ Եթե առանձնացնենք, թե ինչպես ենք մենք գնահատում արդյոք ծրագիրը իմունոկանխարգելման արդյունավետ է թե ոչ, դա մի կողմից կայուն համաճարակային իրավիճակն է, եւ մենք չենք տեսնում այդ հիվանդությունները, եւ մյուս կողմից դա ընդգրկվածության ցուցանիշն է։ Որքան բարձր լինի ցուցանիշը, այսինքն որքան բավարար չափով շատ մարդ պատվաստվի, այդքանով համայնքը պաշտպանված կլինի եւ մյուս կողմից համաճարակային իրավիճակը կայուն կլինի։ Այսինքն երկու իրար հետ փոխլորացնող ցուցանիշներն են եւ եթե օրինակ առանձնացնենք 1 տարեկան երեխաների շրջանում պատվաստումներում ընդգրկվածության իրավիճակը, դա 2024-ի ավարտին 92.9% էր։ Ինչ է դա նշանակում, որ տարեկան մեկ տարվա ընթացքում միջինում 35,000 երեխա է ծնվում։ 35,000 երեխաներից 1 տարեկանի լրանալու դրությամբ 93%-ը պատվաստված է։ Դա մեծապես կարող ենք ասել, դա բարձր ցուցանիշ է եւ ձգտում ենք ավելի։ Այն դեպքում, երբ ծնողները նրանց գիտակցված տանում են բուժհաստատություններ պատվաստելու, թե երբ երեխան ծնվեց, տեղում պատվաստում են։ Դա ենթադրում է, եթե խոսենք 1 տարեկանի մասին, դա ծննդատան իրականացող պատվաստումներ, այնուհետև հստակ ժամանակացույցով համապատասխան պոլիկլինիկայում պլանային պատվաստումներ են, այդ ամբողջ փաթեթը 1 տարվա դրությամբ, որ հասնում է երեխային, եթե երեխան պատվաստվում է, համարվում է այդ ցուցանիշի մեջ հաշվարկվող եւ դա նշանակում է, որ մոտ 93%-ը այդ ճիշտ ձևով, ճիշտ ժամանակացույցով, ճիշտ ժամանակին ստացել են իրենց պատվաստումները։ Հրաշալի, մենք շատ լավ տեղ ենք եկել, եկեք հասկանանք այդ 1 տարեկանից բարձր, երբ երեխան մեծանում է, տոկոսայնությունը ընկնում է, այսինքն սկսում են ավելի քիչ վստահել պատվաստումներին։ Ոչ, մենք այնուհետև 2 տարեկանն ենք, որ մենք հստակ հետևում ենք եւ կառավարության որոշման համաձայն ենք հետևում այդ տարեքային շեմերին, այնուհետև 7 տարեկանների շրջանում են այդ ցուցանիշները, բոլորն էլ սահմանված թիրախներից բարձր են, այսինքն եթե 2 տարեկանում 6 տարեկանում 90%-ն է ենթադրվում, որ այդ տարեքային խմբի երեխաները պետք է պատվաստված լինեն, մեր մոտ ունենք 91-92%, այսինքն կրկին այդտեղ խնդիր չկա։ Երևի թե ավելի մեծ տարիքի շրջանում կա ավելի աճող մտայնություն, երկմտանք կամ կասկած, քանի որ այդտեղ արդեն պլանային պատվաստումները ավարտված է, մեծապես ավարտված է, ազգային օրացույցի մեծ մասը բաժին է ընկնում հենց երեխաներին, բուժաշխատողները, եթե խոսենք թե ում շնորհիվ է դա մի կողմից իրազեկված ծնողների շնորհիվ է, բայց մյուս կողմից նաև ամենօրյա աշխատանք տանող բուժաշխատողների, ովքեր իրազեկում են, ովքեր պլանավորում են, հրավիրում են պատվաստվելու։ Մենք շատ հետաքրքիր երկրում ենք ապրում, որովհետև ինչ լինում է, միանգամից բաժանվում են երկու բանակի՝ անողներ եւ չանողներ։ Ես բարեկամ ունեմ Բելգիայում, երբ նրա հետ վիդեո տեսազանգով խոսում էի, նա ասաց, ես գնում եմ պատվաստվելու։ Բելգիան համարվում է զարգացած երկիր, ոչ զարգացող։ Մենք զարգացող երկիր ենք եւ Աստված մի արած է, ինչ որ միտեղ եթե ծրվում է, միանգամից ուզում ես գնաս դրսում բուժվելու։ Բայց երբեք չես մտածում, որ դրսում բուժվելուց առաջ դու պետք է ներսում ստանաս եւ մտածես այդպես։ Գնաս պատվաստումների, գնաս ստուգումների, գնաս հետազոտման։ Ինչ արշավներ պիտի իրականացնենք, որ մարդիկ ինչպես սխալ օրինակ է, բայց ամեն դեպքում մի քիչ համընկնող է։ Քովիդի ժամանակ հերթ էին կանգնել պատվաստման համար։ Շատ խելոք, իրարից հեռու, ճիշտ դիստանցիաները պայելով։ Այդ ինչպես կարող է 5 տարի առաջ մենք այդ գիտակցված գնայինք պատվաստումների, երբ որ ինչ-որ մի բան անցնում է, թվում է թե խաղաղվել է, էլ վերջ, էլ չեն գնում, դե լավ, ում է պետք։ Նու կովիդը դա համավարակ էր, համաճարակային իրավիճակը շատ բարձր էր։ Երկու մասի հիշեցնեմ, ոչ, մի պատվաստվեք, այո, պատվաստվեք։ Եվ ինֆորմացիոն հոսքը շատ մեծ էր, այսինքն մարդիկ մշտապես ապրում էին այդ կովիդի ինֆորմացիայի դաշտում, հետևաբար եւ հորդորներն էին միջազգային ակնհայտ, որ պետք է պատվաստվել, այն մարդիկ, ովքեր գիտակցված գնում պատվաստում էին, միանշանակ լավագույն որոշումն էին կայացնում իրենց համար, իրենց շրջապատի համար, մարդիկ, ովքեր չէին պատվաստում կասկածելով այդ ժամանակահատվածը, որի ընթացքում պատվաստանյութը ձեռք բերեց, իրենց այդ կասկածող կամ դիմակայուն մարդկանց նկատմամբ պետք է իրականացնեն բնականաբար իրազեկող աշխատանքներ, որպեսզի ներկայացնենք, թե ինչու էր, ինչպես էր հնարավոր այդ պատվաստանյութի այդպես արագ ստեղծումը օրինակ, եւ որ դա բխում է հանրության լավագույն շահից պատվաստվել եւ պաշտպանվել։
Եթե խոսենք այժմ մարդիկ ինչի առօրյայում խուսափում են պատվաստվել։ Այո, որովհետև պլանային, օրացույցային, ինչպես նշեցիք, պարտադիր պատվաստումներ չկան մեծ տարիքին։ Ռիսկի կարելի է ասել, որ մի կողմից դա ռիսկի ընկալման խնդիր է։ Մարդիկ չեն հավատում, որ իրենց հետ կամ իրենց երեխայի հետ ինչ-որ բան կարող է պատահել։ Իսկ ինչից է սա գալիս, նրանից, որ այդ վտանգավոր հիվանդությունները, որոնք այս 30 տարվա շնորհիվ, որ Հայաստանում կանխարգելման շնորհիվ էլ չեն հանդիպում, ու ամբողջ աշխարհում չեն հանդիպում, այս երևույթը ամբողջ աշխարհին էլ է վերագրելի, մարդիկ չեն հավատում, իրենք կհիվանդանան։ Իրենք չեն տեսնում այդ հիվանդությունները, չեն էլ ռիսկի ընկալումն էլ հետևաբար շատ ցածր է եւ առաջանում է թյուր տեսակետ, որ կարելի է չպատվաստվել, մեկ է այդ հիվանդությունները չկան կամ իրենց չեն վնասի, կամ ուրիշ մարդիկով պաշտպանված են, պատվաստվել են, մեզ կպաշտպանեն։ Սա հանրային եւ սոցիալական պատասխանատվության պակասի կամ հակառակ կողմից բարելավման, մեր կողմից ջանքերի շնորհիվ բարելավման տիրույթ է, որը մեր ուշադրության կենտրոնում է եւ մշտապես աշխատում ենք։ Կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ, սրանք հիվանդություններ են, որ եթե հիշում ես Արտուր, մեր ժամանակ, այսինքն երբ մենք էինք ընդամենը 12-13 տարեկան, բավականին տարածված էին։ Բայց հիմա կարծես թե շատ ավելի քիչ ենք լսում համենայն դեպս կարմրուկի ու կարմրախտի մասին, շատ ավելի քիչ։ Արդյոք այս պատվաստանյութերի օգտագործման արդյունքում է, որ նրանց հիվանդությունների այդքան տարածումն ավելի տոկոսային առումով ավելի քիչ է։ Բնականաբար, ամբողջ աշխարհում պատվաստումների, այսպես նշեմ, եթե ժամանակագրությանը վերադառնանք եւ անդրադառնամ հենց կարմրուկ, կարմրախտին, պատվաստանյութերը դեռ ստեղծվեցին 18-րդ դարում։ Այնուհետև 19-20-րդ դարերի ընթացքում ստեղծվեցին պատվաստանյութեր նոր հիվանդությունների, այդ լրացուցիչ հիվանդությունների համար։ Այնուհետև դա այնքան արդյունավետ էր եւ բնական ծաղիկը վերացնելուց հետո աշխարհում պատվաստանյութերի պատվաստումների շնորհիվ 20-րդ դարի վերջին որոշում կայացվեց, որ մշակվի ընդլայնված իմմունոկանխարգելման ծրագիր։ Դա առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տարվող քաղաքականություններ։ Դրա շնորհիվ մշակվեցին պատվաստումներ օրինակ կարմրուկի, պոլիոմիելիտի եւ այլն այլ հիվանդությունների վերաբերյալ։ Ներդրվեցին ազգային քաղաքականություններ, տարբեր երկրներում ռազմավարություններ պատվաստել եւ դա դարձնել քաղաքականության մի մաս պետական։ Այնուհետև դա այնքան արդյունավետ էր, որ մենք հիմա գործում ենք immunization agenda 2030, այսինքն ԱՀԿ-ի հաջորդ քաղաքականության տիրույթն է գործում, որի շրջանակներում պետք է ապահովել հավասար հասանելիությունը բոլոր պատվաստումներին։ Այսինքն այս 2-3 դարերի ընթացքում մահացության անկումը պատվաստումների տեսակների շատացման բազմազանության շնորհիվ ակնհայտ է։ Հայաստանում եւս պատվաստումների ներդրման շնորհիվ այդ համաճարակային իրավիճակի կայունությունը հենց դա է նշանակում, որ հիվանդություններ չկան, հիվանդացություն եւ հետեւաբար վատ առողջական ելքեր ընդհանուր մինչեւ մահ էլ չեն գրանցվում։ 20-21 թվականների ընթացքում այդ դիմակայունությունը, որը բխեց COVID-ի ընթացքում եւ զարգացավ, ազդեց բնականաբար ամբողջ աշխարհում ներառյալ Հայաստանում պատվաստումներում ընդգրկվածության վերաբերյալ։ Ներառյալ օրինակ կարմրուկի ԿԿԽ-ի դեմ պատվաստումը։ Սա իր հերթին բերեց օրինակ, կհիշեք, 23-24 թվականի ընթացքում բռնկման։ Այսինքն դա շատ պարզ է այդ կապը, չենք պատվաստում, հիվանդանում ենք։ Այնուհետև 24-24 թվականների ընթացքում համաճարակային այդ լարված իրավիճակում իրականացվեցին պրոակտիվ աշխատանքներ, ռիսկի խմբերին պատվաստելու, բուժաշխատողներին պատվաստելու, չպատվաստած մարդկանց պատվաստելու, օրինակ կարմրուկի դեմ, եւ դրա շնորհիվ իրավիճակը կայունացավ։ Հիմա տիրում է որոշակի լարվածություն եվրոպական տարածաշրջանում կարմրուկի վերաբերյալ։ Հուսով ենք, որ մեր աշխատանքները եւ բարձր ընդգրկվածության ցուցանիշը հենց այդ պատվաստման առումով կպաշտպանի բնակչությունը եւ չենք ունենա այդ բռնկումը։ Իսկ այս հիվանդությունների դեմ պատվաստումը որ տարիքից սկսված է եւ մինչեւ քանի տարեկան է կարելի անել։ Որի մասին է խոսքը։ Կոնկրետ ջրծաղիկ, կարմրուկ, կարմրախտ։ ԿԿԽ եւ ջրծաղիկը նախատեսված է ըստ օրացույցի 1 տարեկանում, դա առաջի տեղաչափն է եւ երկրորդ տեղաչափը 4-ից 6 տարեկանում։ Կարմրուկի ԿԿԽ-ի առումով նաեւ իրականացում են համաճարակային ցուցումով պատվաստումներ, այս քանի որ հաշվի ենք առնում, որ կա լարվածություն, մարդիկ ովքեր չեն հիշում իրենց անկախ տարիքից, անկախ քաղաքացիությունից, անկախ գրանցման վայրից, եթե չեն հիշում իրենց պատվաստման կարգավիճակը, կարող են մոտենալ եւ ստանալ այդ պատվաստանյութը։ Հիշում որ այն ժամանակ ջրծաղիկի ինչ որ sense մի նշան կար, չէ՞ որ մարդիկ ունենում էին ինչ որ բնական ծաղիկն է, բնական ծաղիկն է, այո։ Վերացվել է, այսինքն պատվաստման շնորհիվ այլևս այն չի այլևս չկա։ Հատկապես սովետական մարդիկ լավ գիտեն ինչ է։ Հիվանդությունը, երբ ասում եմ, որ հիշում եք, անգամ մեր տատիկս ասում էր այդպեսի բան, որ մարդ կարող է պիտի վարակվի, պարտավոր է վարակվել ջրծաղիկով։ Այսինքն կարծես թե այս դեղամիջոցը այլևս
ակտուալ չի դարձնում։ Այո, կոտրում է այդ կարծրատիպը, թվում էր թեթև հիվանդություն է, թող վարակվեն, շուտ անցնեն։ Ավելի փոքր տարիքում։ Բայց դա միանշանակ չէ, կարող են լինել այնքան բարդություններ հիվանդության այդ կլինիկական ընթացքի, ինչու հիվանդանալ, ինչու ունենալ այդ ծանր փուլը, այդ դրսևորումները մաշկի վրա, եթե կարելի է պարզապես պատվաստվել եւ չունենալ։ Իսկ Արտուր, ներողություն, իսկ կրկնվելու հավանականությունը առաջի դեղաչափից հետո, մինչև այդ 4-ից 6 տարեկանի երկրորդ դեղաչափը կա չնչին հավանականություն, երկրորդ դեղաչափից հետո գրեթե 100%։ 99-ից 100%։ Իմունոկանխարգելման եվրոպական շաբաթը ինչպես է հասնում մարզեր։ Մարզային մեր մասնաճյուղերի, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը բոլոր մարզերում ունի իր մասնաճյուղերը և համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ նախատեսել են բազմատեսակ միջոցառումներ, տարբեր համայնքային հաստատություններում, դպրոցներում, առողջության առաջնային պահպանման օղակներում, իրազեկման, հանրային պատվաստումների խթանման։ Այդտեղ հանրային պատվաստումների այո, այդ ամեն ինչը իրականացվում է և փորձում ենք այդ ամեն ինչը տեսանելի դարձնել մեր պաշտոնական Facebook-յան էջի միջոցով, ցուցադրվում են թե ինչ աշխատանքներ են արվում մարզերում։ Քանի որ մեզ գրեթե ժամանակ չմնաց, եկեք հասկանանք ինչպես մարդը անցնելիս տեսավ այդ մեքենան, ցանկացած մեկը կարող է գնալ եւ պատվաստվել, ինչ պիտի անի, ինչ պիտի շոր ID քարտ ունենա, չունենա, հիվանդ չէ։ Իրեն այնտեղ տեղակայված է պատվաստումային կետը, բուժաշխատողները իրեն խորհրդակցություն կտրամադրեն եւ կպատվաստեն, այնտեղ տրամադրվում են 4-ից 5 կարծես պատվաստանյութ, որոնք տեղին են այդ ընդհանուր բնակչության համար, մանկական չեն, այսպես ասած, պլանային չեն։ Բայց նա մեկը պետք է ընտրի, մեկը պետք է պատվաստվի, թե բոլոր 4-ն էլ կարող է պատվաստվել։ Կարող է կոմբինացիայով, այսինքն հնարավոր է եւ կարող է պատվաստվել։ Այնտեղ այժմ հասանելի է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութը, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, ԿԿԽ-ն, հեպատիտ B-ի դեմ պատվաստանյութը եւ անձնական հարց, եթե 2 անգամ պատվաստվել ես կորոնավիրուսի դեմ, արդեն կարող ես էլ չպատվաստվել, թե երրորդը պարտադիր է։ Չէ, ցանկալի է, որովհետեւ շտամները մշտապես փոխվում են, բուստեր էֆեկտը ցանկալի է ունենալ եւ այո, իհարկե բնականաբար։ Եվ ինչքան ժամանակ հետո երրորդը։ Երրորդը ինչ որ ժամանակ ինչ որ պահի դա նշվում էր 6 ամիս հետո, 1 տարի հետո, այսինքն եթե նախորդ տարի ստացել եք կոവിഡ്ի պատասխան, ես 5 տարի ուշացրել եմ վատը։ Սիրելիներ, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանն էր մեր տաղավարում, ում հետ խոսում ենք իմունոկանխարգելման եվրոպական շաբաթից, որ անցկացվում է նաեւ Հայաստանում եւ Փառք Աստծոն, որ անցկացվում է նաեւ Հայաստանում, որովհետեւ սա նշանակում է, որ մենք դեպի զարգացող երկրների հետքին ենք ընկած եւ գնում ենք դրանց հետևից։ Առողջ եղեք, սա ամենակարևորն է։ Իսկ հիմա լսենք լավ երաժշտություն եւ վերադառնանք։ Նախընտրում եմ Fergie-ին լսել Black Eyed Peas-ում, իսկ դու։ Չէ, ես մենակատարել եմ նրան, որտեղ շատ սիրում, այո։ Խնդրեմ, մենակատարը մենակատարին կհասկանան։ Իսկ հիմա թողնում ենք մենակատարներին եւ գնում ենք մի վանք, որը միջնադարյան հոգեվոր եւ մշակութային համալիր է, որը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, մոտ 18 կիլոմետր հեռավորության վրա։ Դիլիջանից 18 կիլոմետր հեռավորության վրա։ Գուշակեցիք, որ այո, Անտարապատ լեռների գրկում։ Եվ մենք այսօր առավոտյան կգնանք հենց այդ ուղությամբ։ Արի չասենք Արտուր, արի դիտենք տեսանյութը։ Դիտենք տեսանյութը եւ հենց ասում ենք այդ վանքի անունը, միանգամից աչքից առաջ գալիս է այն տեսարանը, թե ինչպես մի հաղթանդամ տղամարդ ծառից փորձում է անցնել եւ մնում է, որովհետեւ հաղթանդամ է, մնում է ծառի արանքում, ուզում է անցնելուն ու ծառը ճաքեցնելուն եւ կոտրելուն մեկ է լինում։ Դա որ տեսարան էր մանկական տրավմա ինձ համար, մինչդեռ ես 30+ տարեկան էի, այդ ծառը այլևս չկա։ Բայց մինչև այսօր հիշում ես, տեսնում ես ինչ տրավմա էր։ Դե բահավոր էր, դա մի քանի տարի առաջ էր եղել։ Գնանք Դիլիջան, գնանք դեպի տրավմաներից չխոսենք, գնանք էքսկուրս։ Եվ մենք երբ փոքր էինք, հաղարդին տանող ճանապարհը մեկն էր, միակողմանի, շատ նեղլիկ, արահետի պես, եւ մեքենաները ասենց խցկվելով շունչը հետ էր քաշում մեքենան, որ կարողանար անցներ։ Իսկ հիմա լավ է ամեն ինչ, մի կողմից գնում ես հակառակ ուղղությամբ միակողմանի, մյուս կողմից բարձրանում ես դեպի վեր հաղարծին կրկին միակողմանի։ Լավ է, հաճախ գնացեք եկեղեցիներ, ճանաչեք հայրենիքը սեփական փորձով, սա կարևոր է։
Անցնենք առաջ եւ ներկայացնենք մեր հովանավորներին։ Այո, մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի վերալիցքավորվող մարտկոցները։ Սա հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոթբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքները, հեռակառավարման վահանակները, անլար մկնիկները եւ այլ սարքավորումներ դնել էլեմենտներ գնել, բառը մոռացած ճիշտ ասած, մարտկոցներ գնել դրանց համար։ Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար հարկավոր է ընդամենը 30 րոպե ժամանակ։ Խնայեք ձեր գումարները եւ ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորվող մարտկոցները։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք Stark պարագաները Ozon եւ Wildberries Marketplace-ներից։ Իդեպ նշենք ինձ համար ամենակարևոր փաստը, որ ես հայտնաբերել եմ Stark այս մարտկոցների հետ կապված, որ նրանց երաշխիքն է Արտուր, քանի տարի։ 7 տարի։ 7 տարի։ Իմիջայլոց նկատի ունեցեք, որ ոչ թե մարտկոցը պիտի գնես, հետո իրեն համար որևէ ադապտեր, այլ հենց միանգամից լարը մեջն է։ Միանգամից դնում ես էլեմենտը։ Լիցքավորելու։ Դե էլեմենտի հայերեն անընդհատ մոռանում եմ։ Մարտկոցը դնում ես լիցքավորելու։ Այո, գնանք լիցքավորվենք գովազդով, վերադառնանք բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ինչպես հավանաբար գիտեք, Մխիթար Գոշի դատաստանագիրքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողություն ցանկում։ Հայտը մշակել էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը։ Գիտնականի աշխատությունը հիմք է հանդիսացել հետագա հայկական իրավական ավանդույթի համար։ Այն սահմանում է դատավարության սկզբունքները, քաղաքացիական եւ քրեական իրավունքի նորմերը։ Օրենսգիրքն առաջին անգամ պարտադիր օրենքի ուժ է ստացել 13-րդ դարում Գիրիկյան Հայաստանում։ Մեր տաղավարում է Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը։ Խոսենք թե գրքից, թե այն գրանցվելու կարևորությունից։ Բարև ձեզ, բարի լույս։ Ըստ երևույթին բոլորիս պիտի շնորհավորել այս լավ նախադեպի հետ կապված եւ եկեք միանգամից հասկանանք հենց դատաստանագիրքը ինչն է դարձնում, ինչն է առանձնահատուկ ոչ միայն հայ դատական մտքի պատմության մեջ, այլև համաշխարհային, որովհետեւ սա ոչ միայն հայկական են։ Ես գիտեմ, որ բազում երկրներ օգտվել են այս գրքից։ Շնորհակալություն հրավերի համար եւ հնարավորության ներկայացնելու այս կարևոր իրադարձությունը։ Ինչպես գիտեք, աշխարհի հիշողություն այդ ծրագիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրվել է 1992 թվականին եւ բարբերաբար այդ ցանկը համալրվում է եւ ցանկում ընդգրկվում են փաստագրական նյութեր, դրանք ձեռագրեր են, արխիվային վավերագրեր կամ հավաքածուներ արխիվային, գրադարանային եւ այլն եւ 500-ից ավել է այդ ցանկը, որ ընդգրկում է եւ ուրախությամբ պետք է նշենք, որ Մխիթար Գոշի գիրք դատաստանի աշխատությունը Մատենադարանի հայտի հիման վրա, որը ներկայացվել էր 2024 թվականին, հաստատվել է միաձայն որոշմամբ գործադիր խորհրդի եւ ընդգրկվել աշխարհի հիշողության այդ ցանկում։ Ընդգրկվելու համար ամենակարևոր պայմանը թերևս որևէ փաստագրական նյութի, աշխատության կամ ձեռագրի համաշխարհային եւ համամարտկային նշանակությունն է։ Դուք ճիշտ ընդգծեցիք, որ Մխիթար Գոշի դատաստանագիրքը ներկայացնում է ոչ միայն հայ միջնադարյան իրավունքը, այլ ընդհանրապես միջնադարյան իրավունքը աշխարհում եւ չափազանց կարեւոր է դրա հանրահռչակումը, նոր ուսումնասիրությունները, որովհետև ցավոք սրտի պիտի արձանագրենք, որ միջնադարյան իրավունքի ուսումնասիրությունը այսօր Հայաստանում մի փոքր այսպես դանդաղում է եւ հետ է մնում եւ այս իրադարձությունը եւ դրան հետեւող արդեն հաջորդիվ տեղի ունենալիք իրադարձությունները պիտի նպաստեն Մխիթար Գոշի դատաստանագրքի հանրահռչակմանը եւ նրա միջազգային նշանակության վերհանմանը։ Ճիշտ նշեցիք նաև, որ դատաստանագիրքը կարգավորում է թե աշխարհիկ, թե հոգևոր բնույթի հարաբերություններ եւ այս իմաստով արդեն աշնանը տեղի ունենալիք միջազգային գիտաժողով, որի մասին կարծում եմ կխոսենք, հենց նպատակ ունի բացահայտելու արդի իրավունքի միջնադարյան ակունքները։
այսինքն միջնադարյան իրավական նորմերը որքանով են այսօր կենսունակ, այն իմաստով, որ դրանց որ տարերն են փոխանցվել դարեդար եւ այսօր են միջազգային իրավունքով։ Եվ վերջապես այստեղ կրոնական եւ աշխարհիկ լավ սահմանը պիտի իմանար Մխիթար Գոշը ժամանակ։ Դա դատելով կանոններից այդ սահմանը հստակ է եւ այնտեղ կան ինչպես ուրեմն հոգեվոր եկեղեցական բնույթի հարաբերությունները կարգավորող կանոններ, այնպես էլ աշխարհիկ բնույթի, ամուսնանտանեկան հարաբերություններ, ժառանգության խնդիր, առու վաճառքին վերաբերող, որոնք այսօր էլ կարծում եմ խիստ արդիական են։ Սա առաջին հայկական գիրքն էր, որը որ այս ցանկին է արդեն ներառվել։ Ցանկում հայկական նյութեր կան, ինչպես գիտեք, 1997-ին Մատենադարանի ձեռագիր հավաքածուն ընդգրկվել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները եւ քանի հայկական ստեղծագործություն մենք ունենք, այս հիշողությունները ներառված։ Կան նաեւ Բենյամին Մարգարյանի աստղագիտական հետազոտությունների եւ այս ցանկը եկավ համալրելու նաեւ Մխիթար Գոշի գիրք դատաստանին եւ չափազանց կարեւոր է նաեւ այն իմաստով, որ Մատենադարանի հայտի հիման վրա այն ընդգրկվել է որպես հայկական միջնադարյան իրավունքի հուշարձան։ Ինչու եմ սա ընդգծում, որովհետև դեռևս խորհրդային տարիներից սկսած մեր արևելյան հարևան Ադրբեջանը թիրախավորել է միջնադարյան շատ հեղինակների, հայ հեղինակների եւ նրանց գործեր ներկայացնելով աղվանական։ Եվ հետաքրքրական է, որ ուրեմն որոշումը հրապարակվեց այն օրը, ապրիլի 10-ին, երբ Վատիկանի Գրեգորյան համալսարանում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպել էր մի գիտաժողով, վերնագիրը հետևյալն է. Քրիստոնեությունը Ադրբեջանում, պատմություն եւ արդի ուրեմն ժամանակներ եւ դրա գլխավոր նպատակը հենց հայկական Արցախի հայկական հոգեվոր մշակութային ժառանգության, ընդհանրապես հայկական հոգեվոր մշակութային ժառանգության յուրացումներ։ Եվ սա յուրատեսակ պատասխան է այս ամենին, որովհետեւ Գոշը եւս այդ թիրախավորված մատենագիրների շարքում եւ նրա ժառանգությունը նույնպես։ Եվ արդեն տեղի ունեցիկ միջազգային գիտաժողովը դատախազության, Հայաստանյան դատախազության Մատենադարանի եւ գործակցությամբ կայծ բարեգործական հիմնադրամի, որը պիտի աշնանը տեղի ունենա, հենց կարևոր նաեւ արձագանք է այս ամենի եւ նպատակ ունի նաեւ Մխիթար Գոշի ժառանգության միջազգայնացման։ Մենք իդեպ եթե ժամանակը ներում է ասեմ, ստացել ենք նաև Բրիլ աշխարհարչակ հրատարակչությունից Մխիթար Գոշի անգլերեն թարգմանությամբ աշխատությունը վերահրատարակելու իրավունք եւ պատրաստվում ենք նաև ուրեմն ներկայացնել գիտաժողովին, շնորհանդես անել եւ մասնակիցներին տալ, որոնք վստահ եմ աշխարհի տարբեր երկրներից պետք է ժամանեն։ Եվ նաև Մատենադարանում կազմակերպվելու է բացառիկ մի ցուցադրություն նվիրված միջնադարյան կանոնական եւ իրավական հուշարձաններին եւ անակնկալներ եւս լինելու են, բայց դեռ փոքրիկ վաղ է այսպես խոսել անակնկալների մասին, աշնանը կարծում եմ մեր հայրենակիցները եւ նաեւ միջնադարյան իրավունքով հետաքրքրվող մասնագետները առիթ կունենան այսպես աննախադեպ իրադարձություններ։ Ուզեմ առաջ ընկնելով մտածել, թե ինչ անակնկալ պիտի սպասվի, գլխի չեմ ընկնում։ Հուսամ մենք հրավիրված կլինենք արդյոք։ Հուսամ, եթե կան խոսնակներ, հուսանք նրանք կլինեն մեր տաղավարում, այսպես։ Շատ ուրախ կլինենք, որովհետեւ լինելու են ոչ միայն հայաստանյան մասնագետները, այլև նաև արտերկրի մեր գործընկերները եւ դատախազության հետ մեր համագործակցությունը թույլ է տալու նաև իրենց գործընկերներին ընդգրկել միջազգային գիտաժողովում եւ հենց գլխավոր թեման լինելու է արդի իրավունքի այդ միջնադարյան ակունքների վերհանումը եւ Մխիթար Գոշի դատաստանագիրքը դրա լավագույն օրինակը պիտի ծառայի։ Պարոն Թորոսյան, գանք իմ ամենաառաջին հարցին այնուամենայնիվ մի տեսակ բավարարված չեմ զգում այդ հարցը որ տվեցի։ Վերջապես Մխիթար Գոշի դատաստանագիրքը ինչն է նրան դարձնում համաշխարհային։ Այդ նա ապրել է հայկական տարածքում, հայկական միջավայրում քրիստոնեական հիմնականում ասկետական թեկուզ ասել, բայց այդ գիրքը համաշխարհային նշանակություն ունի եւ տարբեր երկրներ օգտվել են դրանից։ Ինչն է դարձնում նրան համաշխարհային։ Հենց նշեցիք, որ տարբեր երկրներ օգտվել են, արդեն իսկ դա կարևոր փաստ է։ Նա Լեհայի համայնքը արդեն 16-րդ դարում ընդունել է եւ թարգմանել լատիներենի Մխիթար Գոշի դատաստանագիրքը իր ուրեմն իրավահարաբերությունները կարգ, այսինքն Լեհաստանում դա թույլատրվել է, թարգմանվել է վրացերեն եւ օգտագործվել է Վրաստանում, այսինքն ծառայել է իբրև ուրեմն միջազգային իրավունքի ուրեմն կարևոր ժողովածու, բայց խնդիրը գիտեք որն է, որ յուրաքանչյուր իրավական այդ յուրաքանչյուր ժողովածուի մեջ միջնադարյան նախ եւ առաջ Աստվածաշունչն է, արդեն իսկ դա դարձնում է նրանց միջազգային կարևորություն ունեցող նաեւ քրիստոնյա աշխարհում։
Այսինքն միջազգային իրավունքի տեսանկյունից Մխիթար Գոշի դատաստանագրքի սկզբնաղբյուրներն արդեն իսկ միջազգային են եւ ապահովում են նրա այդ ուրեմն օգտագործման լայն շրջանակը։ Այնուհետև հայոց կանոնական իրավունքն է, բայց նաև հայոց կանոնական իրավունքի մեջ կան տիեզերական ժողովի որոշումներ, Հայաստանից դուրս տեղի ունեցած եկեղեցական կարևոր ժողովների որոշումներ, որոնք մեր եկեղեցին ընդունում է, այսինքն երբ որ մենք ասում ենք հայոց կանոնական իրավունք, դա միայն հենց Հայաստանում ստեղծված եւ հայաստանյան իրականությունն արտացոլող կանոնների ժողովածու չէ, դա արդեն իսկ միջազգային է։ Եվ Մխիթար Գոշի դատաստանագիրքը այս ամբողջի արտահայտումն է։ Մխիթար Գոշի դատաստանագիրքը կարևոր է նաև իր ստեղծման պատճառների վերհանման տեսանկյունից։ Ինչու Մխիթար Գոշը ի վերջո ստեղծեց դատաստանագիրքը։ Ինքը 12 պատճառներ է բերում եւ դրանց մեջ օրինակ միջազգայինին համատեղ ներկայացնում է ազգային սահման դատաստանագիրք ունենալու կարևորությունը։ Չէ՞ որ Մխիթար Գոշը դա այսպես կարելի ասել ստեղծել էր այն տեսլականով, որ կիրառվելու է հայկական վերականգնված թագավորությունը։ Այսինքն հայկական մենտալիտետն էլ նկատի ունենալով ամեն դեպքում այն համաշխարհային նշանակություն ունի։ Այսինքն 1200 պարոն Թորոսյան, այսինքն մենք անընդհատ չպետք է մենտալիտետը բերենք առաջ, որ ինչ որ բան չի ստացվում մենտալիտետից է։ Մխիթար Գոշի այս տարբերակը կարելի է եւ ասել, որ ոչ մարդը գրել է մի բան հայկական իրականության համար, հայերի համար, հայկական մենտալիտետի համար, բայց որից օգտվել են համաշխարհային նշանակության։ Որովհետեւ աղբյուրներն իսկ արդեն ինչպես նշեցին, նաեւ համաշխարհային միջազգային նշանակություն ունեն։ Եվ այստեղ կարևոր է ոչ միայն Գոշի դատաստանագիրքը, այլև իր օրինակն ընդհանրապես։ Մի հետաքրքիր փաստ գոյություն նրա մասին, որ Հայաստանում ստանալով վարդապետական աստիճան, չբավարարվելով ստացած գիտելիքով եւ աստիճանով, նա այսպես թաքցնելով իր ով լինելը, որտեղ արդեն հայտնի մարդ էր, գնաց Կիլիկյան Հայաստան, այնտեղ Սև Լեռների վարդապետարաններում իրեւ այնտեղ գործում էին ոչ միայն հայկական, այլև տարբեր ուրեմն եկեղեցիներ ներկայացնող վարդապետարաններ նշանով, այնտեղ երկրորդ անգամ ստացավ այդ աստիճանը, ամրապնդեց իր գիտելիքը եւ վերադարձավ Հայաստան, ստեղծելով նաեւ դատաստանագիրքը։ Այսինքն կարեւոր է ոչ միայն դատաստանագիրքի ներկայացումը, այլև Գոշի անցած ճանապարհը, նրա կյանքը, որովհետեւ այստեղ բնականաբար գիտաժողովում զեկուցումներ կլինեն ոչ միայն հենց դատաստանագրքին եւ միջնադարյան իրավունքին վերաբերող, այլ նաեւ Գոշին եւ դատաստանագիրքը ըստ էության միակ թեման չի լինելու, որովհետեւ հայկական միջնադարյան իրավունքը միայն հենց Գոշի դատաստանագրքով չէ։ Իրավունքի թեմայի շուրջ թե Մխիթար Գոշին եւ առակների Մխիթար Գոշի գիրք դատաստանին է, բայց նպատակը արդի իրավունքի միջնադարյան այդ ուրեմն ակունքները վերհանելն է եւ ընդհանրապես միջնադարյան իրավունքը, որովհետեւ Գոշի դատաստանագրքից զատ եւ նրանից ազդված մենք ունենք Սմբաց Պարապետի դատաստանագիրքը Կիլիկյան Հայաստանում, որը էլի պիտի հետևի Մխիթար Գոշի օրինակին ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհի հիշողության մեջ ներառի թե անշուշտ որոշում կընդունվի թե մեր մատենագրական ժառանգության որ նմուշը պիտի ներկայացի, բայց ես վստահեցնում եմ, որ տասնյակ հազարավոր հայերեն ձեռագրերի մեջ կան բազմաթիվ այդպիսի ստեղծագործություններ, որոնք լիուլի արժանի են գրանցվելու ուրեմն աշխարհի հիշողության։ Դատաստանագիրքը հիմա ցուցադրված է, պարոն Թորոսյան, այսինքն կարող են գալ տեսնել, թե նրա հետ գործ են անում։ Չէ, դատաստանագիրքի մի քանի բազմաթիվ օրինակներ կան եւ ոչ միայն Մատենադարանում, այլև հայկական ձեռագրական մյուս կենտրոններում եւ ցուցադրությունը հենց պիտի փորձի ներկայացնել մեր միջնադարյան իրավունքի հուշարձանները, որի կենտրոնում անշուշտ կլինի գիրք դատաստանին, բայց միևնույն ժամանակ կներկայացվեն այն բոլոր երկերը, դրանց ձեռագրերը միջնադարյան իրավունքի, դրանք հայոց կանոնագիրքն է, կանոնագիրք հայոց ժողովածուն է, Արավկավորտու կանոններն են, ուրեմն Սմբաց Պարապետի դատաստանագիրքի ձեռագրերն են եւ ընդհանրապես այդ սպասվելիք ցուցադրությունը պիտի ամբողջացնի միջնադարյան իրավունքի այն բոլոր հուշարձանները, որոնք պահպանվել եւ հասել են մեզ, կապ չունի Մատենադարանում, թե նրա հավաքածուներից դուրս։ Մեր ասանել ճանկանես։ Պարոն Թորոսյան, դուք նոր նշեցիք դատաստանագրքի հետ կապված 12 կետերը, ես մի հատ կետ եմ ինձ համար առանձնացրել, որ անգամ այսօր է ինձ համար շատ արդիական եւ կարծես լավ նախադասություն կա, երբ ասում են սերն է պակասել, այս նախադասությունը կարծես ինձ հուշեց, որ պակասություն ունենք։ Մխիթար Գոշի չարությունը ընդունում էր բազմաթիվ հանցագործությունների հիմք եւ կոչ էր անում սեր ատելության փոխարեն։
Գիտեք, Մխիթար Գոշի աշխարհայացքը այդ համամարտկային կարևորությունը արտահայտում է ոչ միայն այս 12 պատճառների մեջ, Մխիթար Գոշը նաև դավանական հանդուրժողականության, այլ հարանվանությունների, այլ եկեղեցիների հետ համերաշխ գոյության եւ համագործակցության կողմնակից էր։ Եվ նա բազմաթիվ բացի Գիրք դատաստանի աշխատությունից բազմաթիվ այլ երկեր է ուրեմն հեղինակել, դրանք քարոզներ, առակներ եւ հետաքրքիր մի ուրեմն թուղթ կա, թուղթ, այսինքն ստեղծագործություն, որն ուղղված է իր հոգեզավակ Զաքարե Զաքարյանին, այդ ժամանակ ուրեմն հայոց իշխաններից եւ Իվանե Զաքարյանին, բայց կոչվում է վրացիներին ուղղված թուղթ, այնտեղ ներկայացնում է քրիստոնեական մյուս եկեղեցիների համեմատ մեր ունեցած տարբերությունը, որպեսզի նաև հանրությունը դրա մասին տեղյակ լինի, բայց այդ թղթի հիմքում հենց այդ համերաշխ ուրեմն ապրելու, իրար հետ համագործակցելու գաղափարն է դրված։ Այսինքն վեր կանգնել տարաձայնություններից եւ քրիստոնեական այդ եղբայրության շրջանակում ուրեմն գոյակցել իրար հետ։ Եվ Գոշի դատաստանագիրքի եւ այդ թղթի շատ դրվագներ, եթե առիթ ունենաք ընթերցելու, այսօր էլ մեր իրականության մեջ կան եւ արտահայտվում են։ Սեր ատելության փոխան, այս նախադասությունը իսկապես որ շատ պետք է մեզ այսօր, որ ուղակի կարելի է ատելության փոխել, ուղակի սիրել անմնացորդ։ Փառաջանումն էլ Գոշի շարունակություն հետո պետք է լիներ, որ աշխարհից պետք է վրեժխնդիր լինի սիրո տարբերակով։ Ինչ է անում Մատենադարանը, ոչ միայն Մխիթար Գոշի ՅՈՒՆԵՍԿՕ-ում այսպես ներկայացնելու համար, որովհետև մենք էլի պիտի ունենանք ՅՈՒՆԵՍԿՕ եւ ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ առհասարակ հանրահռչակման թեմայով։ Առհասարակ երկու բառով էլ տառացիորեն, որտեղ մեզ գրեթե ժամանակ չմնաց, պարոն Թորոսյան, ինչ անում Մատենադարանը, ինչ պլաններ ունի առաջիկայում, ինչ լավ ցուցադրություններ, անակնկալից մի քիչ խոսեցիք արդեն, հասկացանք, բայց մյուս ծրագրերից էլ խնդրում եմ։ Առաջիկայում շատ մի կարևոր իրադարձություն պիտի տեղի ունենա, արդեն երկրորդ անգամ Մատենադարանում, դա հայագիտական միջազգային կոնգրեսն է, որը անցած տարի հուլիսի 19-ից 23 եղավ եւ այս անգամ եւս հուլիս ամսին պիտի տեղի ունենա եւ հավաքի հայագիտության միջնադարագիտական հատվածի ուրեմն մեր միջազգային գործընկերներին, դրանք տարբեր համալսարաններում նշանավոր համալսարանում գործող ամբիոնների ղեկավարներ են, երիտասարդ հետազոտողներ քննարկելու հայագիտության միջնադարագիտական հատվածի արդի հիմնախնդիրները եւ ինչ լուծումներ մենք կարող ենք առաջարկել։ Մատենադարանը հետևողականորեն իրականացնում է հայերեն ձեռագիր եւ տպագիր ժառանգության վերականգնման ուղղությամբ ուրեմն քայլեր եւ այս իմաստով հիշողության կերպարանքները միջազգային այդ գիտագործնական սեմինարը, որ արդեն 10-ամյակ ավել իրականացում է Մատենադարանում, այս տարի եւս տեղի ունենալու, հավաքելով տասնյակ երկրներից մեր ուրեմն միջազգային գործընկերներին եւ հատկապես ուզում ենք ուշադրություն դարձնել Մատենադարանից դուրս գործող մեր ձեռագրական ժառանգության վերականգնմանը։ Գիտեք, կան Երուսաղեմում, Վենետիկում, Վիեննայում, ուրեմն Անտիլիասում, Զմարում եւ տարբեր այսպես կենտրոններում եւ մենք սերտ համագործակցության մեջ ենք ուրեմն մեր գործընկերների հետ եւ այս իմաստով չափազանց կարևոր իրադարձություններ են եւ Մատենադարանում արդեն երկրորդ անգամ կբացվի 1 տարվա հավերժություն ցուցադրությունը, որը ամփոփում է նախորդ տարվա մեր ձեռքբերումներն ու համալրումները։ Եթե չեմ սխալվում, այդ թեմայից խոսել ենք մեր տաղավարում։ Անցած տարի խոսել ենք այդ թեմայով եւ այս տարի ուրեմն ուրախությամբ պիտի ասենք, որ մեր համալրումներն այնքան են եւ ձեռագրերի եւ արխիվային վավերագրերի եւ հնատիպ գրքերի տեսքով, որ մի ամբողջ սրահ, հնձարաբերման սրահը ուրեմն կարող են այսպես համալրել եւ բացառիկ ցուցադրություն կունենանք այս իմաստով եւ այդ ձեռագրերի տունդարձը եւս մեկ անգամ իմաստավորի, որտեղ շատ կարևոր հանգամանք է դա փրկելու այն բոլոր ձեռագիր միավորներ, արխիվային վավերագրեր, որոնք այսօր վտանգված են եւ վերադառնալով այսօրվա խորհրդին դեպ աշխարհի հիշողություն այդ միջազգային ռեգիստրում ընդգրկվում են հենց այն միավորները, ստեղծագործությունները, որոնք հատկապես վտանգված են, հատկապես այդ միավորները։ Եվ այս իմաստով ձեռագրերի տունդարձը մի տեսակ հայկական հիշողության ռեգիստրը Մատենադարանի հավաքածուն, որը ամփոփում է հենց մեր ձեռագիր մշակույթ, արխիվային վավերագրերն ու ընդհանրապես գրավոր ժառանգությունը։ Տնից լավ տեղ չկա։ Սերը տանն է, հենց սա կարևոր է։ Դե ինչ, շատ ու շատ ծրագրեր ունեք, հուսանք, որ ծրագրերի անակնկալների մեջ նաև մարդիկ կլինեն այստեղ մեր տաղավարում։ Շնորհակալություն հայտնենք Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանին զրույցի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար։ Իսկ հիմա երաժշտություններ եթերում։
Beatles-ի աշխարհի ամենավերջին ստեղծագործությունն էր, ասեմ ավելին, եթե արհեստական բանականությունը չլիներ, սա էլ չէր լինի։ Այս հրաշալի, այս շատ ուրիշ Beatles-յան տրեկը չենք ունենա։ Լավ, գնանք առաջ։ Իսկ հիմա ձեզ ներկայացնենք մեր հովանավորին։ Մեր հովանավորն է Eurofurniture կահույքի արտադրամասը։ Ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով եւ սեղմ ժամկետներում։ Լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք եւ հաշված օրերանց վայելեք ձեր երազանքների խոհանոցը, հյուրասենյակը, ննջասենյակը եւ միջանցքը։ Բացի այդ, Eurofurniture կահույքի սրահը զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն Նիկողայ Տիգրանյան 27, հեռախոսահամար 094 094 165։ Կահավորեք ձեր բնակարանը Eurofurniture-ի հետ։ Որովհետև գարուն է, իսկ գարանը դոֆամին ավելի է շատանում, Եվ ուզում ես կոմֆորտ։ Ուզում ես թարմացնել կահույքը, բայց չես գտնում որակյալ տեղ մասնագետներ, Eurofurniture-ը քեզ օգնական է։ Մենք ունենք լավ առաջարկ։ Այո։ Շարժվենք առաջ, հիմա գնում ենք Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն բացահայտելու, ով իսկական մարտիկ էր եւ անսպառ էներգիայի աղբյուր, գրում է այս մասին նրա պարբերականը։ Իսկ թե ինչպես նրան հաջողվեց ծաղկացնել Սինգապուրը եւ ով էր նա ի վերջո, կիմանանք առաջիկա րոպեների ընթացքում։ Դիտենք տեսանյութը։ Ունենալ ազգային ծրագիր։ Սա ամենակարևորն է։ Ոչ թե ղեկավարողը, այլ բոլորը անխտիր քաղաքացիներից սկսած։ Սինգապուրը դրանով հաջողվեց։ Իսկ հիմա գովազդ մեր եթերում։ Այսօր գրեթե ամենը ասեցինք բացի մի բանից։ Ինչի՞ց։ Հուշակիր։ Որ վաղը հանգստյան օր է։ Ոչ։ Վաղը տոն է։ Այսօր չորեքշաբթի է, մի փոքր ուրբաթ։ Այո։ Չորեքշաբթին այսօր այսպիսին էր առավոտը Շանթումի, ուղիղ եթերի էստաֆետը փոխանցում ենք Հորիզոնի լրատվականի մեր գործընկերներին եւ ժպտացեք եւ եղեք առողջ, մենք կգանք վաղը, անպայման կգանք, կապ չունի տոն է թե տոն չէ, մենք կգանք վաղը մայիսի 1-ն։ Սեսություն, միջնոր հանդիպում։